Բարձրաձայն երգեցեք մեր զորության Աստծուն, ցնծության աղաղակ բարձրացրեք Հակոբի Աստծուն, Սաղմոս ասեք ու թմբուկ զարկեք, քաղցրաձայն քնար տավղի հետ, փող հնչեցրեք լուսնի լրման ժամանակ, սահմանված ժամանակին, մեր հանդիսավոր տոնի օրը, քանի որ սա կարգադրված էր Իսրայելի համար, Հակոբի Աստծո օրենքն է։ Սա Հովսեփի մեջ սահմանեց վկայության համար, երբ նա Եգիպտոսի երկրով անցավ, որտեղ մի լեզու լսեցի, որ չէի հասկանում, քո թիկունքը հեռացրի բեռից, քո ձեռքերը հանգստացան կողովից, նեղության մեջ կանչեցիր ու քեզ փրկեցի, պատասխան տվի քեզ որոտման գաղտնի տեղերից, քեզ փորձեցի Մերիբայի ջրերի մոտ, լսիր, ով իմ ժողովուրդ, ու ես քեզ կվկայեմ, ով Իսրայել, երանի թե ինձ լսեիր, թող օտար Աստված չլինի քո մեջ, ու օտար Աստծո մի երկրպագիր, ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրից, լայն բաց քո բերանը, ու ես այն կլցնեմ, բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, ու Իսրայելը չուզեց ինձ, ուստի նրանց թողեցի իրենց սրտի ցանկությանը, և նրանք իրենց մտքի թելադրանքով ընթացան, երանի, թե իմ ժողովուրդն ինձ լսեր, ու Իսրայելը իմ ճամփաների մեջ քայլեր, շուտով կխոնարհեցնեի նրանց թշնամիներին, ու ձեռքս կշրջեի նրանց ոսողների դեմ, Տիրոջ նատողները կխոնարհվեին նրա առաջ, իսկ նրանց ժամանակը հավիտյան կլիներ, նաև նրանց կկերակրեր ազնվագույն ցորենով, վեմից ծորացող մեղրով ես քեզ կկշտացնեի,